Բարև ձեզ։ Իրազեկ սպառող հաղորդաշարի այսօրվա եթերում խոսելու ենք խնդրի մասին, որի մասին շատ եք բարձրաձայնել, շատ եք լսել վերջի ժամանակահատվածում եւ որի հետ կապված բարձրաբարումներ խոստացել էի տալ դեռ վաղուց։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Աուդիտորների պալատի նախագահ, Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանին, բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Անկեղծ ասած վաղուց էի պլանավորել ձեզ հյուր կանչել, բայց հաշվի առնելով, որ դուք պայքար եք սկսել եկամուտների հայտարարագրման հետ կապված, իմիջիալոց ասեմ, որ շատ էինք ահազանգեր ստանում, ինչ պետք է անենք, ու միշտ ասում էի սպասեք, որովհետև տեսնում էի, որ ինչ-որ process սկսել է, որը այս կամ այն կերպ ավարտվելու է եւ դրանից ելնելով է նաեւ պետք խորհուրդ տալ քաղաքացիներին։ Ի վերջո ուր ենք հասել, ինչով ավարտվեց եւ որտեղից նորից պետք է սկսել։ Հասել ենք, որ մինչև նոյեմբերի 1 մեր քաղաքացիները կարող են շատ հանգիստ ապրել, յուրաքանչյուրը զբաղվել իրենց գործով, որովհետև օրենքի ուժը ստացել է արդեն հետաձգումը եւ կախված իրավիճակից կարող է պայքարը թեժացնենք հոկտեմբեր կամ սեպտեմբեր ամսից սկսած։ Իհարկե դա չի նշանակում, որ այս ընթացքում որևէ գործողություն չենք կատարելու, այցեր, հանդիպումներ, պարբերաբար իրազեկումներ կլինեն, այդ թվում կլինի հակառակ վիճակագրության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իրականացնում է հայտարարի ներկայացրած անձանց քանակի վերաբերյալ հրապարակում, մենք կատարենք հակառակ հրապարակում, այսինքն չներկայացրածների հրապարակումը։ Այսինքն այսպիսով շատ ավելի իրազեկված կպահենք եւ Հայաստանի քաղաքացիներին եւ ձեզ ահազանգող, բայց դե հաստատի, եթե այսքան արել է, ուրեմն մնացածը չեն արել, էլի, այսինքն հակառակ ստատիստիկա ներկայացնելու ինչ տեսեք, հակառակ ստատիստիկան պետք է ներկայացնել, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ իրենք մենակ չեն։ Երբ որ իրանք չգիտեն, քանի հոգի են, իրանք ինչքան մեծ բանակ ու մեծ զորք են, եւ միայն տեսնում են Նիկոլ Փաշինյանը ներկայացրած վիճակագրությունը, մոտները կարող է առաջանալ մենակության զգացում կամ կարող է առաջանալ պայքարից հետ կանգնման կամ պայքարի դադարեցման զգացում, հետեւաբար դա եւս մի գործիք է, որ իրենց ներկայացնեն, որ դուք մենակ չեք սիրելի քաղաքացիներ, դուք 700,000 եք, դուք 750,000 եք եւ այսպես շարունակ։ Տեսեք, ինչ անում եք լավ բաներ եք ասում, բայց քաղաքացիների միստվար զանգված ըստ էության կարող է ցանկություն ունենալ հայտարարել իր եկամուտները, որովհետև օրինակ օգտվելու են ինչ-որ արտոնությունից։ Ընդհանրապես ոչ միայն այս process-ում, մեր իրականության մեջ, շատ կատեգորիկ է դիմադրողականությունը։ Ինչի, այսինքն մեկնաբանել, ավելի բարձր հասկանալ լինի։ Սկսում է ինչ-որ process, որը բնականաբար իր հետ բերում է վատ բաներ, սխալ բաներ, ու այս process-ը ոչ թե լավարկման հնարավորություն է հասարակական հատվածը դիտարկում, այդ թվում քաղաքական հատվածը դիտարկում, այլ միանգամից մերժելու քաղաքականությունը դիտարկում։ Օրինակ, որն է սրա պատճառը ձեզ, եւ երկրորդ, ինչու ենք այդպես վարվում, եթե ինչ-որ բաներ կարելի է լավարկել, որովհետեւ լինենք անկեղծ, օբյեկտիվ, եթե ինչ-որ մեկը աշխատող է պետական, ունի ուսանող, հազիվ ծայրին հասցնող այդ ուսանողի ուսման վարձը տալիս է։ Ասում են եկամուտներդ որ հայտարարագրես 100,000 կստանաս այդ, ինչի չանի, հետ թողանի։ Այդ մենք մարդկանց չենք ասում միարեք։ Հակառակը առանձնացնում ենք այն թիրախային խմբին, ովքեր որ ունեն բացառապես աշխատավարձից գոյացող եկամուտ, որից որ հարկային գործակալ հանդիսացող կազմակերպությունները կամ գործատուները պահում են եկամտային հարկը, հակառակը մենք այդ մարդկանց ասում ենք դուք կարող եք շատ հանգիստ ներկայացնել եւ փոխհատուցում ստանալ, եթե այլ մտավախություններ չկան։ Բայց 2 օր առաջ մի մարդու հետ էի խոսում, ով որ թվում էր, որ ինքը ունի բացառապես աշխատավարձից գոյացող եկամուտ, բայց բանից պարզվեց, որ եղբորից փոխհարության գումար էր ներգրավել արտասահմանում ապրող եղբորից եւ ուներ ուսանող զավակ։ Երբ որ հաշվարկեցինք, որ իր եկամտային հարկի հաշվին այդ 100,000 դրամ սոցիալական կրեդիտի հետ վերադարձ պետք է կատարվեր, բայց եղբորը չունի փոխհարության պայմանագրերի կնքումներ եւ այլ փաստաթղթավորումներ, այսինքն փոխհարության պայմանագրից կամ փոխհարությունից ներգրավված առաջացող եկամտային հարկի գումարը շատ ավելի բարձր էր կազմում։ Այսինքն այսպիսի իրազեկումները շատ կարևոր են, որ թիրախային այս խումբը ներկայացնի։ Մենք նրանց որևէ կերպ որևէ բան չենք ասում, բայց վերադառնալով հարցի մյուս հատվածին, ինչու ենք դիմադրությունը այսպես շատ ախորն անում եւ խիճ են գնում, ինչ չեն գնում լավարկման։ Նախ սկսենք նրանից, որ
ովքեր են խնդիր լուծողները, այսինքն ում է ուղղված դիմադրությունը, ում է ուղղված հորդորներն ու կոչերը։ Վերջերս նամանավանդ մենք հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում, խնդիրը հնարավոր չի լուծել այն մտածողությամբ, որով այն ստեղծվել է։ Այսինքն գտնում ենք, որ այս կառավարությունը իր վիճակի չի խնդիրը լուծելու, բայց միևնույն ժամանակ մենք հետ չենք կանգնում առաջարկներ ներկայացնելուց։ Օրինակ, դեմ եմ հայտարարագրման ակցիայի վերջաբանը 5 կետ է իրանից ներկայացնում, որը պահանջն է կառավարությանը։ Առաջին, չեղարկել եկամուտների հայտարարագրման համակարգը այս իրավիճակում, լավարկել, ընդ որում լավարկումը բանաձևերը տալիս ենք, թե ինչպես լավարկել, այնուհետև թեստավորել որոշակի հատվածներում կամ որոշակի խմբերում, հմտությունները փոխանցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի կարողանա յուրաքանչյուրը ինքնուրույն դա լրացնել, որպեսզի բանկային գաղտնիքը երբևէ որևէ մեկին չտրամադրի 5-րդ փուլում նոր լավարկված վիճակում ներդրումը կատարել։ Որովհետև մենք հենց ակցիայի շրջանակներում էլ մշտապես ասել ենք, հայտարարել ենք բարձրաձայն տարբեր եթերներում, հանդիպումների ժամանակ եւ այլն, որ մենք դեմ չենք եկամուտների հայտարարագրմանը, մենք դեմ ենք եկամտային հարկի հաշվարկին, բայց եկամուտների հայտարարագրում ասելով էլ դա պետք է հասկանանք քաղաքացիներին օգնող, օժանդակող որպես գործիք, ընդ որում թիրախային օժանդակող գործիք։ Հիմա էլ մենք չենք կարող միայն ստանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության դերը մոռանալ Հայաստանի Հանրապետության մասին առհասարակ։ Չէ՞ որ մենք պետք է հասկանանք մեր ներուժը, Հայաստանի Հանրապետությունը այդքան ներուժ ունի, թե չունի։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չունի այդքան ներուժ, որտեղից են լինելու այդ սոցիալական փոխհատուցումները։ Օրինակ Հայաստանում 187,000 մարդ վերջին հրապարակած տվյալներով գործազուրկ է, 948,000 մարդ աշխատուժից դուրս բնակչություն է, ովքեր որ կարիք ունեն սոցիալական հոգացության։ Պատկերացրեք 1,150,000 մարդ կարիք ունի սոցիալական հոգացության, կարիք ունի պետության կողմից օժանդակության ստացման, 750,000 աշխատող բնակության հաշվին կամ ինքնազբաղներին էլ եթե հետը գումարենք, մոտավորապես մեկ աշխատող մարդում բաժին է ընկնում եւս մեկ մարդ, ում սոցիալական ծախսերը պետք է սպասարկել։ Մենք գնում ենք հետեւյալ ուղղությամբ, խնդիրը ամբողջությամբ մեջ ենք պատկերացնում լուծումը։ Այսինքն ոչ թե այս իշխանության կամ տարբեր ժամանակին եղել են կառավարություններ կարկատաններով բարեփոխումներ են առաջարկում, մենք ընդհանրապես դեմ ենք բոլոր այդպիսի բարեփոխումներ, ընդ որում ճակերտավոր բարեփոխումներ ասացին։ Որտեղ պետք է խնդիրը համակարգային լուծում ստանա։ Պետք է սկզբից հենց այս համակարգայինի հետ կապված է ուզում հարցը տալ նաև ու տեսեք հենց հիմա ձեր խոսքը ես լսում եմ ու շատ անկեղծ ասեմ հանրային խոսույթում այս մոտեցումը, որը նաև իր մեջ այդ որոշակի կառուցողական տարեր պարունակող է, հա, այս խոսույթը ընդհանուր առմամբ չկա։ Տեսեք, կրիտիկական բաժանում է տեղ ունեցել։ Իշխանություններն ասում են ով է ասում, որ մենք հարկ որոշակի հարկեր չենք ուզում հավաքագրենք։ Խիվատ բան ենք անում, որ հարկել ենք հավաքագրում, որովհետև սոցիալական խնդիր էլ կա, պետք է լուծենք։ Ըստ էության ընդդիմացող հատվածը ասում է մենակ հարկ չեն հավաքելու, խնդրեմ են ստեղծելու։ Հիմա որքան էլ որ վատ կամ մանիպուլյատիվ որոշակի, հա, տարեր պարունակող լինի այս ամեն ինչը, ընդ որում ասեմ, որ երկկողմ պարունակող լինի։ Իշխանության մանիպուլյատիվ տարիներ ճշմարտության հատիկ, եթե ուզես հիմնավորումների փուլում կգտնես։ Ոչ թե ձևակերպ, ընդհանուր ձևակերպ, հիմնավորման փուլում։ Ասում եմ, ենթադրենք բիզնեսմենա անընդհատ իրան անհատական քարտին գումար են գցում սև շրջանառությունը, ինչի՞ չհայտարարագրի, ինչի՞ չիմանանք, թող հայտարարի, մենք էլ կիմանանք 2-3 բացահայտումով մի քանիսի սոցիալական խնդիրը կլուծենք։ Հետո որ մյուս կողմինս լսում արդեն է, որ ասում է, հա, հիմա անունը դրել են մանկապարտեզների փոխհատուցում են տալի, եկեք հասկանանք, այդ որ մանկապարտեզի փոխհատուցումն են տալի։ Վճարովի մանկապարտեզի փոխհատուցումն են տալի, ստացվում է, որ հարուստների համար այն որ այնքան փող ունեն, որ տվել են, հարուստներին են տալի։ Ու անկեղծ ես այդտեղ տեսել եմ, որ ոչ մեկ հաշվի չի առել մի հատ առանցքային խնդիր։ Այսօր մարզերում մանկապարտեզները վճարովի են։ Միայն Երևանում ու միայն այդ թանկը չի, ես հանրային խոսույթն եմ ասում, տեսեք։ Այդ նույն սոցիալապես անապահով խավը, որ ամիսը 5000 դրամ, 4000 դրամ, 10000 դրամ տալիս է մարզային ինչ-որ մանկապարտեզ երեխայի այցի համար, տարվա կտրվածքով 80-90000 դրամ տալիս է, մի մասը որ հետ է գալիս, ըստ էության թեթևացում է։ Եվ ավելին ասեմ ձեզ, ես անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր
մարզում ապրող են ու հենց մանկապարտեզից ուղղորդել են բնականաբար վարչական ռեսուրսը աշխատել նաև որտեղ համայնքա պատկանեն, ասել են գիտեք, որ լրացնեք կստանաք ու ծնողը անկեղծ ուզում է լրացնի, որովհետև այդ փոքր չափն էլ իր համար կարևոր է։ Ու երբ որ մենք անգամ էս հիմա գանք վճարովի մանկապարտեզներին, ավելի ծանր քննարկման առարկա կարող դառնալ նույն եկամտային հարկի վերադարձը բնակարանների, որովհետև շատ քաղաքացիներ ասում են, տեսեք, ով է դիմում բանին բնակարան ձեռք բերելու համար հիպոթեկով, ով որ ունի այնքան աշխատավարձ, որ իրան այդ վարկը տրամադրեն։ Այս ստացվում է այսօր 400-500 հազար դրամ ստացողը ամբողջ եկամտային հարկը գնում է հետ աստանում, փաստացի պետությունը չի վճարում, այլ ծախսեր իր վճարածով պետությունը չի կարող հոգա։ Այն նվազագույն աշխատավարձ ստացողը գնում է հարկամուծում, իր հարկը կոպիտ ասած դառնում է թոշակ։ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողի հարկը չի դառնում թոշակ, ինքը հետ աստանում։ 120 հազար դրամ ստացողինը հետ աստանում, բայց ինքը եթե սոցիալական արդարության հարթության մեջ նայ, ավելի անարդար որոշում եղել է ու կարծես բոլորը բնակարանաշինության թեմայով դարել են ոգևորված, այս թեմայով չեն դարել։ Այդ ձեր ասած այդ համակարգային կոմպլեքսի մեջ ոնց է լինում, որ մի բանը մնում է, մնացածները մնում են դուրս։ Տեսեք, առաջին հերթին սկսենք դրանից ռիսկերից։ Նույն մարզային բնակիչների վճարովի մանկապարտեզները տարբեր 7000, 5000 տարբեր վճարումներ գոյություն ունեն, որոնք կարող են այո տարեկան կտրվածքով 50-ից մինչև 80 հազար դրամ բեռ լինել ծնողների համար։ Հիմա ծնողները, եթե առաջին հայացքից լսում են կառավարության մանիպուլյատիվ տեղեկատվությունը, հետո շահագրգռվում են եւ ներկայացնում են այդ արագիր, որ հետ ստանան, նրանց բանկային շրջանառության մեջ բանկային քաղվածքում լինում են թվեր, որոնց համար որ անհրաժեշտ է որոշակի այդպես մոտեցումներ կամ մասնագիտական կամ պետք է գոյանա հարկ։ Մասնագիտական մոտեցումների պարագայում, որպեսզի լինեն ամբողջությամբ ապահովագրված, տարեկան մոտավորապես ծախսը կազմում է 50 հազար դրամ։ Օպերատորին, բջջային օպերատորին վճարում տարեկան մինիմալ 600 հազար տարիֆով, շատ են դեպքեր, երբ որ հեռախոսները չունեն բնիկներ, այսինքն նոր հեռախոս թեկուզ ամենաէժան հեռախոսի ձեռք բերում, էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000 դրամի վճարում, ընդ որում 3000 դրամը չանեցին, անել են բացառապես 2025 թվականի համար, 2026-ից գործելու է, ընդ որում տարիֆն էլ է մեծ, տեսնեք։ Չեմ ընդհատում, ձեզ խնդրում եմ ձեր միտքը ֆիքսեք, բայց անպայման մի հարց էլ ուշադրություն դարձրեք, էլի, մեր կառավարությունը շատ է սիրում ասի, ձրի բան չկա, այդ որ դուք ասում եք ձրի այդ մեկը փողը տալիս է, հիմա որ ասում են ձրի, այդ ձրի դառավ, թե այդուհանդերձ պետությունը այդ մասնավորին այդ փողը տալիս է։ Այս սրա մասին ինչ-որ խոսակցություններ օրակարգում ենք ունեցանք, թե չէ։ Դեռ չենք ունեցել, այդ 3000 դրամների մասով դեռևս չենք ունեցել, բայց դա նորից հասարակությունից են ստանալու, կտեսնեք հաջորդ տարի, եթե թողենք իհարկե ներդրում լինի, որովհետև ես խորը համոզմունք ունեմ, որ չենք թողնելու այս տեսքով ներդրում կատարվի եկամուտների հայտարարման համակարգի, բայց եթե ունենանք այդպիսի բան, կրկնապատկելու են կամ բարձրացնելու են տարիֆները։ Խորհրդատվական հայտարարագրի լրացման ծառայությունների վճարումներ եւ այսպես շարունակ, դա կարող է կազմել տարեկան մինչև 50 հազար դրամ կամ լրացուցիչ հարկի վճարում, սկսած գյուղատնտեսական արտադրանքից, արտերկրից փոխանցումներից, վերջացած միմյանց միջև փոխանցումներ կատարելուց առանց փաստաթղթավորման իհարկե։ Երկրորդ խնդիրը գալիս է հետեւյալից. եթե կառավարությունը այդպես ազնիվ էր եւ ցանկություն ուներ իսկապես սոցիալական խոցերի խմբերին օժանդակություն տրամադրեր, ապա ինչի 2025 թվականի բյուջեում նախատեսում չէր կատարել ծախսային հոդվածներում, որպեսզի փոխհատուցի եւ միայն այսպես ասած մեր դիմադրության արժանանալուց ու դեմեմ հայտարարման ակցիայից հետո սկսեց որոշակի աստիճանակարգությամբ տրամադրել որոշակի այդպես արտոնություններ։ Այսինքն ակնհայտ է, որ կառավարությունը չի հետապնդում բարի նպատակ։ Հա, բայց ակնհայտ է, որ ճնշումով, թեկուզ ձեր ճնշումով, ես չեմ ընդհատում, էլի, sense փաստն եմ ուզում արձանագրեմ, ճնշումով, դիմադրությամբ, տեսեք, այն վատ բանը, որ գլոբալ իմաստով վատ բան էր, որը որ որոշել էին բերեին անի, ճնշման արդյունքում մի հատ լավ բան ծնեց։ Մի հատ հղկվեց, որոշակի բայց դեռևս շատ վտանգավոր էինք։ Այսինքն որպեսզի տեսեք կարկատաններով նորից եմ կրկնում, կարկատաններով իրան պետք չի ճշգրտել։ Իրան պետք է համակարգի մեջ ամբողջ դիտարկել, պետության ներուժի հետ իրան համադրել, այն որ խոսեցինք աշխատուժից դուրս բնակության եւ գործազրկության մակարդակի մասին, այս մարդկանց աշխատանքով ապահովել կամ պայման ստեղծել աշխատանքով ապահովման, այնուհետև գնալ սոցիալական կրեդիտների տրամադրմանը։ Հիմա այս երկու հանգամանք եթե հաշվի ենք առնում, նաեւ փոխկապակցում ենք ձեր խոսքում նշած հիպոթեկային վարկի եկամտային հարկի հետ վերադարձի հետ, ինչ տեղի ունեցավ
եկամտային հարկի հետ վերադարձի հետ X փուլում, երբ որ արդեն բյուջեի վրա մեծ բեռեր նստում, չեղարկվեց։ Հիմա կառավարությունը գնում է ժողովրդին մանիպուլյացնելու, խաբելու եղանակով, այս դիմադրությունը ջարդելու ճանապարհով 2 տարի հետո հայտարարի, ասի դե ժողովուրդ բյուջեի մեջ փող չկա, որտեղից պետքա ձեզ փոխհատուցենք, այլևս փոխհատուցում չկա։ Այսինքն հայտարարագիրը մնում է, հարկման բոլոր դրույթները մնում են, փոխհատուցումը դուրս է գալիս։ Հիմա գնալով արդեն եկամտային հարկի, դա էլ է շատ ճիշտ նկատառում անում, բարձր աշխատավարձ ստացող անձնական ծախսերի փոխհատուցում է ստանում, ցածր աշխատավարձ ստացողը թոշակ է սպասարկում, անարդար է։ Բայց այստեղ անարդարությունը որոշակի հավասարակշռվում է ավելացված արժեքի հարկից եւ շահութ հարկից հավաքագրումով։ Այսինքն հետ վերադարձվող եկամտային հարկը խթան էր հանդիսանում, որpիսի ավելի շատ ավելացված արժեքի հարկ ու շահութ հարկ հավաքագրվեր, եւ եթե մենք հաշվարկում ենք տրամադրված եկամտային հարկից ավելին շահութ հարկ ու ավելացված արժեքի հարկ էր հավաքագրում։ Որոշակի հավասարակշռում կար, իհարկե ծրագիրն էլ պետք է կատարել որոշակի հստակ ժամանակահատվածով, հստակ այդպես հաշվարկներով, կանխատեսումներով եւ այլն։ Բայց քանի որ հարցը վերաբերվում է այդպես հապճեպ գումարների հավաքագրմանը կամ կիսատ պրատ որոշումների ընդունմանը, դրա համար մենք ունենում ենք մշտապես այսպիսի պատկեր։ Այսինքն, եթե գլոբալ մենք ձևակերպենք, խնդիրը առաջին հերթին համակարգային մոտեցումների եւ համակարգային ամբողջականության բացի մեջ է եւ ոչ թե զուտ գաղափարի եկամուտների հայտարարագրում, այսինքն կարելի է եկամուտների հայտարարագրում այդ թվում եկամուտներ հայտարարագրելու եւ լրացուցիչ հարկեր հավաքելու համար ներդնել, ավելին որպես պետություն եւ որպես պատասխանատու, հա, քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության, ոչ թե իրենց պատկերացմամբ, այլ իրականում, հա, Հայաստանն ու հայրենիքը սիրող, մենք հասկանում ենք, որ չի կարող Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չլինել, հա, եւ այդ բյուջեն հասկանում ենք որտեղից է գոյանում, ավելին ինչ որ եկամուտներ էլ կան, որոնք այսօր թաքնված են եւ որ արժի հայտնաբերել։ Այդ նույն օրինակ դրսից եկող գումարների հետ կապված։ Լրիվ ուրիշ բան է, որ ինչ որ մեկի հորեղբոր տղան իր եղբորը, հա, հորեղբոր որդուն գումար է ուղարկում արտերկրից, բարձա որ չարժի այսօր մտածենք այս գումարը հարկելու մասին, բայց եթե ինչ որ իրավաբանական ընկերություն արտասահմանյան, հա, մի քաղաքացու փող է ուղարկում, որտեղ նստած ընդեղի իր գործն է անում, ինքն էլ հենց իրավաբանականով էլ ուղարկում է, եւ ասում որ դի չհարկի։ Եկեք ուրեմն երկու մասի բաժանենք նորից եկամուտների հայտարարման համակարգը։ Մի կողմից մենք գնում ենք կառավարության, այսպես կամ իշխանությունների նկարագրած բարի նպատակը հակառակի հիմնավորելու ճանապարհով, որ ասում ենք դուք ստում եք եւ դուք բարի նպատակ չեք հետապնդում, հաջորդ կողմից գալիս ենք համատարած հարկմանը։ Լավ, հարկմանն էլ ենք կողմ, բայց եկեք համակարգային մոտենանք։ Որքան էլ մենք հարկին դիտարկենք որպես համապարտադիր եւ անհատույց վճար, հարկը համարվում է ծառայության վճար։ Հարկը քաղաքացու կամ կազմակերպության կողմից այն ծառայության վճարն է, որի դիմաց նա ստանում է անվտանգություն, ստանում է կրթություն, առողջապահություն եւ այսպես շարունակ։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն խապված է զգում։ Այսինքն եթե մենք դուրս գանք մակրո մակարդակից գանք միկրո մակարդակ, դուրս է գալիս, որ մենք գնանք ատամնաբուժին վճարենք առանց մեր ատամը ինչ որ հանելու կամ պլոմբելու, թողնենք գնանք, հետո գոհ լինենք, ծափարենք, ասենք կեցե մեր ատամնաբուժը, որ մեզ խապես փողը վերցրեց։ Ինչու է այդպես։ Սա գալիս է հիմա ցավը անցնում է, կարիքը չի լինում, որ ախանենք։ Նորից հետ ենք գալիս մակրո մակարդակ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ստանում անվտանգություն, չի ստանում արժանապատվություն, չի ստանում առողջապահություն, չի ստանում կրթություն։ Ընդ որում կրթության եւ առողջապահության համար, որպես չծանրաբեռնենք, այս երկու ոլորտի վրա կենտրոնանանք, կրկնակի հարկ է վճարում։ Ինչպես։ Քաղաքացին աշխատում բարիք է ստեղծում, կենտրոնանանք բիզնեսի վրա։ Հարկ է վճարում պետությանը, ակնկալելով, որ իր զավակը պետք է ստանա որակյալ կրթություն։ Բայց տեսնում է, որ անվճար կրթական համակարգը չի տրամադրում իր ակնկալիքներին համապատասխան կրթություն, զավակին ուղարկում է վճարովի կրթության։ Չէ՞ որ հարկը վճարել է այդ թվում անվճար կրթությունը ստանալու նպատակով։ Քաղաքացին հարկը վճարում է ակնկալելով որակյալ առողջապահական ծառայություն։ Ես տեսնում եմ, որ այդ որակյալ առողջապահական ծառայությունը չի ստանում, օրինակ, եկեք վերենք պոլիկլինիկաների վրա, որ մեր բոլոր քաղաքացիները հաշվառված են եւ օգտվում են ինչ որակ են ստանում դրանից եւ ստիպված է լինում վճարել, այսինքն կրկնակի հարկ վճարել, որովհետեւ առողջապահության համար նա արդեն վճարել է եւ ստանալ որակյալ առողջապահական ծառայություն։ Շատ դեպքերում է սակագներից ելնելով նույնիսկ մեկնում է հարևան Վրաստան թեկուս ծառայությունը ստանալու նպատակով։ Հիմա այսինքն եկամուտների հայտարարման համակարգը նույնիսկ եթե դիտարկենք
արդար հարկման պրիզմայի տակ, ապա այնուամենայնիվ էլի արդարություն չկա այստեղ։ Պետական բյուջեի ծախսերը մինչև չարդարացվեն, մինչև հասարակության շահերին չծառայեցնեն, ապա ցանկացած տեսակի հարկում լինելու անարդար։ Օրինակ, կենտրոնանանք վերջին իշխանության վրա, հա, 7 տարվա իշխանության, 7 տարվա կառավարման ժամանակահատվածում իշխանությունը ավելացրել է գույքը հարկը մի քանի անգամ, ակցիզային հարկը տարբեր ապրանքատեսակներով մինչև 6 անգամ, բարձրացրել է ուրեմն շահութ հարկը, իրենք ասում են նվազեցրել են 20-ից 18, բայց դիվիդենդներ ներդրելով 23 գումարային են դարձրել, նրանց կառավարման արդյունքում ունեցել են գումարային 7 տարվա մեջ 22-ից 25% շրջակայքում գնաճ, բայց սա համընդհանուր գնաճի վերաբերել է։ Սպառողական ապրանքները, ամենօրյա սպառողական ապրանքները նույնիսկ կրկնակի 70% եւ այլն են եղել։ Տրանսպորտի սակագին, ջրի սակագին, էլեկտրաէներգիայի սակագին, էլ չթվարկեմ թե ինչերը։ Այսինքն անդադ տարել բարձրացրել, հա, հետո ասում եք, «Փոքր ինչ եք անում», Նիկոլ Փաշինյանն էլ գնում ազգային ժողովում, ասում է, «Ոնց ժողովուրդ, ինչի բյուջե ենք լցնում, բա բյուջե ենք լցնում, ոնց թե ինչ ենք անում այս փողը»։ Մի րոպե շատ կարևոր է այստեղ, էլի։ Հետո շատ դեպքերում այդ բյուջե լցնելը ասում են, «Դե տեսեք, արդիականացնում ենք այս ինչ համակարգը, ոստիկանական համակարգը», բայց մի հատ թիվ եմ ասում ու լսեմ ձեզ։ Այսինքն քաղաքացուց անդադ փողը գանձել են, թվում է թե քաղաքացու համար պետք է ինչ-որ թեկուզ մի ոլորտում բարենպաստ միջավայր ստեղծեին, բայց հանցագործությունները կրկնակի աճել են 7 տարվա ընթացքում։ 22,000-ից 42,000 են դարձել հանցագործությունների։ Սպանությունները 2018 թվականին եղել են 35, 2024 թվականին 1148 կամ 68։ Պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Այսինքն մարդը վճարել է անընդհատ, բայց նույնիսկ պետության ծառայության մատուցող ծառայությունը հանցագործություններից ապահովագրվածությունը կրկնակի կամ սպանությունների դեպքում դե արդեն տասնյակ։ Տեսեք, մենք ընդհանուր իմաստով շատ դեպքերում խոսում ենք խնդիրներից, բայց չենք տալիս մարդուն ինչ որ հարցերի պատասխաններ, որ իր գլխի մեջ կա, այդ հարցերը, հա, մասնավորապես օրինակ շատ անկեղծ է, մարդիկ զանգում են հարցում են, դե լավ, ենթադրենք պարզվեց, որ գումարը որ եկել է դրսից ինձ, պետք է հարկվի, քանի տոկոսը հարկվելու։ Ենթադրենք, թեկուզ ներսում պայմանագրերի մասին եք շատ խոսում, որն է կոչվում պայմանագրով, որն է պարտք, հա, որ պետք է լինի ձևակերպված, ենթադրենք չդիտարկեցին, քանի տոկոս են մուծելու։ Ի վերջո ինչա լինելու գործող կարգավորմամբ, ոչ թե ինչ կփոխեն, որովհետև ենթադրում եմ մետ էլ կփոխեն, որ պատասխանատվության կանչելու մեխանիզմ ունեն, են քաղաքացու հետո հայտարարագիր չի տալիս։ Եկեք սրա մասին խոսենք ու որպեսզի հաջորդ հարցը որ տամ արդեն նոր քիչ առաջ ձեր ասացի կոնտեքստում, մասնավորապես պետության կողմից նկարվող ստատիստիկայի հետ կապված, որովհետև իրենք ինչքան վատ թիվ որ ունեն, այ ստացած, փաստացի ստացած Իրանք միշտ փորձում են դա լղոզել ինչ-որ պատճառահետևանքային կապերով, որոնք ավելի են սիրունացնում, հա, այդ խայտառակ վատ թվերը։ Օրինակ, մահվան դեպքում բնականաբար սպանությունների դեպքում չեն կարող ասել ժամանակին չէր արձանագրվում, որտեղ վերջում մահը արձանագրվում էր, բայց օրինակ հանցագործությունների դեպքում հեքիաթներն են իրենց պատմում, որ սա էր։ Տեսեք, ինչ եմ ասում առարկայական։ Դուք ասում եք, որ սա հարկելու են Իրանք ասում են, համար մենք ենք չէ որոշում, հարկում ենք թե չէ, մենք ենք օրենք մեկնաբանողը, մենք ձեզ ասել ենք չենք հարկում, հիմա որոշել եք գնաք Սարգսյան Նայիրին հավատաք, միացած բոցաշունչ ելույթ են ունենում, արդեն ասում են դե նա ասում են չեն հարկելու էլի։ Մի հատ էլ այնտեղից մեկը դուրս ա գալի ասում է, հարգելի պարոն Նայիրի Սարգսյան, ասում է իր միսը հարկելու ենք, հենց հիմա հրապարակային ասում ենք կենթանին ուզում է մորթած ծախեն, ուզում է չմորթած, մենք չենք հարկի իրան, հա, ասես մի հատ պաթոսով տեքստ են ասելու ու փաստացի քաղաքացին մնալու է շիվարած եւ մոլորված այս տեղեկատվական տերորի արանքով, որովհետեւ մեկը խոսում է գործող իրավակարգավորումից, փաստացի վիճակից, մեկը խոսում է իր երազանքներից եւ լղոզում է այդ հաստացի իրականությունը։ Հիմա մեկ դրա համար եմ ասում եկեք խոսանք ինչա արձանագրված այսօր իրավականով, մասնավորապես թվերի տոկոսով, թե որից ինչքան դրսից եկած գումարը որքան է հարկվելու ներսից որ դիտարկեն եկամուտ որքան հարկվելու, եթե չվճարի որքան է հարկվելու։ Ու ամենակարևորել եմ ասում, այս
նկարչությունների դեմ բանալին ո՞րն է։ Տեսեք, հարկվելու է նախ 20%, այսինքն ցանկացած չհարկված փողի, այդպես պարզ լեզվով ասենք, էլի գումարի շարժ, որը եղավ բանկային հաշվին, դրա 20%-ը պետք է հարկվի։ Ինչպես է գործող իրավակարգավորումներով պարզվելու, որ ինքը ունի հարկման ենթակա եկամուտ կամ իրականում չունի, բայց թվերով երևում է, որ ունի։ Հարկային մարմինը ստանում է հայտարարագիրը, կենտրոնական բանկը ուղարկում է բանկային քաղվածքի ամփոփ տվյալները, որքան մուտք է եղել, որքան ելք եւ որքան մնացորդ։ Հիմա եթե հայտարարագիրը ուղարկեց քաղաքացին միայն իր աշխատավարձի մասը, ամենապարզ մեխանիզմն են կտրում, միայն իր աշխատավարձի հատվածը պայմանականորեն եղավ 1 միլիոն դրամ։ Կենտրոնական բանկի կողմից ուղարկված տվյալներով եղավ 2 միլիոն դրամ։ Հարկային մարմնում միմյանց հետ գալիս են հավասարակշռվում, հարկային մարմնում կարմիր լույս է վառում, ասում 1 միլիոն դրամ քիչ է հայտարարագրել։ Հարկային մարմինը որևէ տեսակ սահմանափակում չունի հենց այս պայի դրությամբ ծանուցում ուղարկելու քաղաքացիներին։ Բոլորին կարող է համատարած ծանուցում ուղարկել, ասել մեր նախնական վերլուծության արդյունքում պարզվել է, որ դուք 1 միլիոն դրամ եկամուտներ թեր հայտարարագրել եք։ Գործընկերաբար, մտերմաբար, բարեկամաբար առաջարկում ենք ձեզ ներկայացնել ճշգրտված եկամուտների հայտարարագիրը այդ 1 միլիոն դրամը հարկել։ Մարդը ծանուցումը կարդում է, պատկերացնում եք, չէ՞, տնտեսագետ, իրավաբան չհանդիսացող մարդիկ, ովքեր ծանուցում ստանում են, վազում է մի փաստաբանի մոտ, վազում է մի ինչ-որ խորհրդատվական ընկերության մոտ։ Եկեք հիմա անմեղության կանխավարկա չխախտելով, բայց եկեք հիշենք եկամուտների հայտարարագրման սկզբնական շրջանում մինչև որ դեռ չէր սկսվել դեմեմ հայտարարագրման ակցիան, սնկի պես ոնց բուզնեցին մասնագետ չհանդիսացողների կողմից փող աշխատելու կամ իրենց համար բիզնես, այսինքն ինչպես արագ ասեցին, եկեք մենք հայտարարենք, եկեք մենք հայտարարենք։ Դու պատկերացնում եք, այս մարդիկ մի հատ կառավարության կողմից են մանիպուլյացիայի ու կեղծիքի զոհ դառնում, մի հատ էլ էս կեղծ ծառայություն մատուցողների կողմից են մանիպուլյացիայի զոհ դառնում։ Փողը վերցում են մարդկանց, ասում են հեսա կպատասխանենք, կուղարկենք, պատասխանում են, ուղարկում են, դրանից հետո այսպես մարդկանց դրա կուտակվում է, խնդիր, հարկային մարմինը արդեն արձանագրում է։ Մի օր էլ գալիս է նույն իշխանությունը կանգնում է, սրանք չէ, արդեն հաջորդ իշխանությունը գալիս կանգնում, ասում է ժողովուրդ, գիտեք ինչ տվյալների բազա ունենք, որ պայմանականորեն 300 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների չհավաքագրված հարկ կա, այդքան նախնական հաշվարկ ունենք մենք։ Մի հատ մեզ գործիք է պետք։ Եկեք օրենսդրական փոփոխություն կատարենք, որ գնանք այդ փողերը հետ բերենք։ Միշտ հեշտ է, չէ՞, քվեարկել, ընդ որում հասարակության աջակցությունը տրամադրել, եթե իրան չի վերաբերում հարևանի կամ ուրիշի հարկային դուրի քաչապի բարձրացման համար, բայց ոչ իր։ Հեշտ ասում եմ, ես կլեմ Պիպոյան Բաբկենի համար քվեարկեմ այ մարդ թող գնան Պիպոյան Բաբկենի ստանեն, բայց հենց ինձ վերաբերվի ես չեմ քվեարկելու։ Այսինքն այս խաբեության միջոցով գալու են մարդկանց այդ կուտակված 20%-ները, գումարած իրանց 50% տուգանքները, գումարած 0.75% տուժերը տանեն մարդկանցից։ Սա գործող իրավակարգավորումների այդպես հետագան ինչպես կարող է լինել։ Ես այս թեմայի մասին չէի պլանավորել, որ այսօր խոսենք, ամփոփելու էի, ժամանակն էլ սուղ է, բայց կխոսեմ Քամու եւ Արևի առակա վիճում են ով ավելի ուժեղ, կամ հին ասում եմ պարզ չի, որ ես փչում անցորդի ուղությամբ, որ վերնաշապի կհանի, դե ինչքան ուժեղ է փչում, այնքան պինդ է բռնում։ Փչումը վերջում ամբողջը վրայից հանում է, բայց ձեռքի մեջ այդ կտորները մնում են։ Արևը տաքացնում է, րոպեական հանում է։ Առակի իմաստն է, որ մեկ-մեկ ջերմություն տալով կարող ավելի լավ էֆեկտ ունենաս, քան sense ուժեղ քամի անելով, փոթորիկ անելով։ Այս անհատական իրավունքի պաշտպանության տեսանկյունից հարցը, որ բարձրացրեցիք, ես միանգամից հիշեցի, որ օրերս մասնակցեցիք ՓՄԶ-ների բողոքի ալիքին, որտեղ անկեղծ լինեմ, հախուռնության եւ չբանաձևածություն հարց կար, էլի sense կատեգորիկ են, որ եկել էին, մեկը մի բան էր ուզում, մեկը մի բան էր ուզում, թացը չորի հետ խառնված իմ ընկալումն է, ես չգիտեմ, կարող է սխալել, բայց այդտեղ իմ մոտ տպավորությունն էր, որ հենց ձերացած ամեն մեկին անհատական իրավունքներ հետաքրքիր, այսինքն այս գլոբալ բանաձևած մոտեցումները, որ sense բոլորին դասավորելու է, այնտեղ չկար, որ անկեղծ ասեմ, իրենց հետաքրքիրել չի, ամեն մեկին իր լուծումն է պետք։ Այս անհատական իրավունքների պաշտպանության ժամանակ ինչ է կարծում։ Քամին է ավելի լավ աշխատելու, թե արևը։ Այն որ ասես այն մարդ, այսքանի համար ձեզ ասել ենք, այս մեկը գոնե sense բանաձևեք ինքն իրանք ընկրի տեղը մարդիկ էլ գող կգնան, կիմանան հասկացող մարդիկ եկան խնդիրը լուծեցին, որովհետև շատ դեպքերում մի մոտ տպավորությունն է, որ
գործող իշխանությունները միայն այնպես չի որ պլանավորած վատ բան են անում, պլանավորած վատ բանել են անում, բայց ինչ որ դեպքերում պրոկտը չի հասնում, որովհետև երբ որ դու նայում ես, որ իրանք այդպես լուրջ տոնով ուզում են խելոք բան ասել ու հասկանում ես, որ տակ ախր հեչ նյութ չկար, հասկանում ես, որ ինքը ամենախելոք միտքը չի կարում, ամենախելոք միտքը որ տալիս է ձեռը անխելքա վերարտադրում, ինքը չի կարող լավ բովանդակություն գեներացնի։ Մեկ-մեկ պետք չի էս գոնե էս անհատական իրավունքների պաշտպանության ժամանակ կոպիտ ասած իրանց տեղը մտածել, որ մարդը քաղաքացի շահած դուրս գա։ Ես միշտ կողմ եմ արևի տարբերակին, ընդ որում փոփոխություններ կատարելը ունի երկու այսպես գործիքակազմ՝ շահագրգռել կամ պարտադրել։ Կառավարությունը չգիտես ինչու միշտ գնում է պարտադրանքի ճանապարհով, այն ինչ կարելի է միայն շահագրգռել։ Հետևաբար այստեղ եւս մեր եւ կառավարության պատկերացումները տրամագծորեն հակառակն են։ Ինչ վերաբերվում է անհատական շահի սպասարկմանը, ապա այո ճիշտ եք նկատել եւ դա նորմալ երևույթ է, որովհետեւ հագուստ արտադրող վաճառողի խնդիրը այլ է, ոսկի առնող վերավաճառողի խնդիրը այլ է, ծառայություն մատուցողի խնդիրը այլ է։ Դրա համար մենք միասին հետո կխոսենք դրա գիտական առաջարկի մասին, որի վերաբերյալ վերջերս շատ բարձրաձայնում եմ, բայց իրան կհրապարակենք արդեն գիտական մակարդակում ոլորտային հարկային քաղաքականության սահմանում։ Ինքը շատ կարևորագույն գործիք է ու իրապես ամեն ինչը տեղում դնելու գործիք է։ Բայց շատ երկար եւ ծավալուն կստացվի կարծում եմ, այո հնարավոր է արևի տարբերակով եւ շահագրգռման եղանակով խնդրին տալ իրական լուծում, որpիսի հարկը հավաքագրվի պատշաճ եւ ամբողջ ծավալով եւ տնտեսվարող սուբյեկտներին դա չվնասի եւ փակման եզրին չկանգնեցնի։ Ես մեծ հույս ունեմ, որ կարողանաք լուծում գտնեք, որովհետեւ ի վերջո բիզնեսի վճարած հարկը ի վերջո վճարում է սպառողը, որովհետեւ ավելանում է հարկային պարտավորությունը, հետո այդ մասը գալիս է մտնում է արժեքի մեջ, գինը թանկանում է, վերջում է թանկացած գինը վճարում է սպառողը, որը արդեն իսկ վատ վիճակում է, որովհետև մենք արժևում առաջիկա հյուրերից մեկի հետ խոսելու ենք այս թեմայով, ահազանգերի մի ստվար զանգված խեղճացածության զանգեր են, որ մարդիկ են, որոնք պարզապես բողոքում են գնաճից ու չգիտեն ուր գնան։ Եվ նաև հույս ունեմ, որ ձեր նախաձեռնություններով, ինչպես թե հասարակական քաղաքական կարողանանք ինչպես լուծումներում, այնպես էլ լուծումներում առանցքային նշանակություն ունենալու հարցում կարևորագույն առաքելություն ունենալ, ուզում եմ շնորհակալություն հայտնել, իսկ մեր սպառողներին հերթական անգամ հիշեցնեմ, որ մենք իրազեկ սպառող հաղորդաշարի ընթացքում խոսում ենք խնդիրներից, որոնց բախվում եք ամեն օր։ Այսօր էլ մեր թեման այն հարցերից էր, որոնց հետ կապված հարցադրումներ արել էիք շատ, բաժանորդագրվեք եւ վստահ եղեք, որ բոլոր այն հարցերը, որոնց մասին խոսել եք, այդ բոլոր հարցերի պատասխանները լսելու եք։ Շնորհակալություն։